Բարեկամներ ողջույն, Հալաբյան փողոցով գնում եմ դեպի Ծիծեռնակաբերդ, այսօր ապրիլի 24-ն է, այսօր ողջ մեր եթերը նվիրված է լինելու 20-րդ դարի առաջին ցեղասպանության, հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցին և սա այն թիվն է, որ ամեն մեկիս կապում է անկախ ամեն ինչից, անկախ տարաձայնություններից, անկախ բարեկամ ենք, բարեկամ չենք, հարևան ենք, ինչ ենք, այս թվականը կապում է համայն հայությանը։ Այսօր շատ է խոսվելու հիմա այլ Ծիծեռնակաբերդի բարձունքից եթերից լիքը բան կասվի, բայց ես ավելի հակված եմ այսօրը լռելու և խորելու։ Այսօր երեկոյան 7:30 իմ եթերը հենց այդ մտորումներին նվիրված կլինի Նոր Հայաստան հեռուստաընկերության եթերում և Լոս Անջելեսի ARTN հեռուստաընկերության եթերում դրա մասին եմ խոսելու, որ մենք այս 111 տարվա ընթացքում եթե մի փոքր ավելի մտորեինք կատարվածի շուրջ, ես վստահ եմ մեր պետությունը, պետականությունը, մեր ժողովուրդը բոլորովին այլ զարգացվածություն կունենար և գիտեմ հիմա, քանի որ ոչ միանշանակ ժամանակներ ենք մենք ապրում, ոմանք ասում են դժողականություն, մերժողականություն, ուրացում և այլն, ես մի քանի անգամ եթերներում ասել եմ, հայոց ցեղասպանության դրժումը, ուրացումը դա ոչ միայն անհնար է, այլ դա կատաստրոֆիկ անգրագիտություն է, որովհետև դա փաստագրված պատմական փաստ է, այսինքն հարցը դրժելը չի, այլ արժևորելն է, ինչի ենք մենք հանգել արդյունքում, ես իմ գրքում եմ դրա մասին գրել, 8 դար պետություն չունեցած ժողովուրդը, սեփական հայրենիքի տարածքում ցեղասպանված ազգը այս կարգի պետություններ երազում ունենան։ Սա շատ պարզ մի հատ թեորեմ է, որի շուրջ առաջարկում եմ մտորել, հասարակ բան։ Մի ամիս է, գուցե 2 ամիս է, մտավորականները մեր, որ քանդել են այս երկիրը, ասում էին քանդում են Ծիծեռնակաբերդը, բայց այսօր գնացել եք, գլուխ եք տալիս, տանապես դարկիր բան է, էլի, գլուխ եք տալիս, խոնարհվում եք, բա քանդել էին, բա ուր էիք գնում, բա այդ աղիողորմ հոլիվուդյան նախանձախնդիր դերասանական խաղի ցոփ ու շվայտ դրսևորումը, բա դա ինչ էր, անամոթն էր, այդ կոկորդիլոսի արցունքները, քարսունի վանդություն է բուժում, ինչի էր բա այդ ամենը, բա հիմա նույն ձև մտեք եթեր, աղիողորմ արցունքները, ձեր ակնակապճային հոդերից, բաներից, եզրներից վայր թափեք ու ասեք, սխալվել ենք, մոլորվել ենք, չենք գիտակցել, խաբել, ստել ենք կամել, տղայություն կամ ազնվություն ունեցեք, այս սուրբ օրով, ազիզորով մտեք եթեր, ասեք չէին քանդում ոչ մի բան, ուղղակի թարս ոտով էին կարթնացել, չեք անի, այդ հասկանալի է, բայց մյուս կողմից, ես բազմիցս եմ ասել, որ մտավորականներն են քանդել այս երկիրը, մի հսկայական շերտ մտավորականության, և որ տականքի վերջին ապաստարանը հայրենասիրությունն է, դա իմ խոսքերը չի, դա տասնամյակներով, գուցեև դարերով ստուգված ճշմարտություն է։ Մի խոսքով, հիմա գնում ենք Ծիծեռնակաբերդի բարձրունք և եթերի շրջանակներում խոսելու եմ նաև այդ այսպես կոչված վերաարժևորման մասին։ Պատմությունը մեր լավագույն ուսուցիչն է ու պատմությունը մեզ ասում էր հետևյալը. երբ որ ցեղասպանությունից 2-3 տարի անց էլի որոշ մտավորականների դրդմամբ մենք երթվում էինք Ստամբուլը արյան ծովի վերածել, մենք կորցրեցինք Արևմտյան Հայաստանը և քեմալական բաշիբուզուկները հայաթափեցին հայքը ըստ էության, մեր բնորանը հայաթափեցին։ Դրանից մի քանի տարի անց ամբողջ աշխարհին հաթաթա տալով ասում էինք Միացյալ Հայաստան պիտի տաք մեզ։ Նեղանում էինք, որոշ դեպքերում ըմբոստանում էինք, որոշ դեպքերում էլ իհարկե ռազմական դիմադրություն էինք ցույց տալիս և արդյունքում կորցրեցինք
Արևելյան Հայաստանի հսկայական մի հատված, այդ թվում մեր սրբության սրբոցը, Արարատը։ Ու էլի անցան տարիներ, անկախության համըշուրդներիս պատասպարվեցինք պարիսպներով, արդեն անկախ Հայաստանում, ոչ թե երկրի պարիսպները սահմաններ արեցինք, այլ մեր տան պարիսպները կազմեցինք ու երթվեցինք Բաքվում չայ խմել։ Խմեցինք ու հիմա վայելում ենք այդ թեյախմության սրտայրուքները։ Ուտես իջներ ինձ համար ամենացավալին, էլի, ամենացավալին, որ ես վստահ եմ մեր պապերը, տատերը, իդեպ ես էլ եմ ցեղասպանության փրկվածի ժառանգ եմ։ Մնացական պապը միակ փրկվածն ա եղել մեր գերդաստանից, ով եւ իր անունով as a survivor, ինչպես ողջ մնացած մարդ, երթվեց ապրել եւ մեր տոհմը իր անունով մնացականյան դարավ։ Մենք Ունուզյան ենք։ Ի սկզբանեին մեր տոհմը Ունուզյանների ցեղ է։ Մի խոսքով, այդ մարդիկ այս երազները ունեին, հա, պետություն ու պետականություն ունենալու, վստահ եմ, որ ոչ։ Ու այս տարբեր ակցիաները քաղաքականացնելը, դա ազնվաբարո բան է։ Ասենք, ես 15 տարի դուրսն եմ ապրում եւ 9 տարի մենակ Լոս Անջելեսում համակարգել եմ Հայոց ցեղասպանության տարելիցի միջոցառումների բովանդակությունը եւ վավերապատումների գլխավոր սցենարիստն եմ եղել, եթե ոչ միակը։ Էլի դա շտկումներ եղել է, բան ավելացրել, բայց հիմնական ես եմ։ Իմ տեքստերով են որոշ գործիչներ խոսել էկրանից, ու երկու բառ այլ ինչ էին կարում կապեն, բայց այդ էլ իրանց, ասում եմ, մուր իրանց գլուխ։ Ես որ ամեն անգամ կազմակերպչական աշխատանքներից առաջ տեսնում եմ ինչա կատարվում, թե ոնց են ավանդական կոչված կուսակցության ղեկավարներ, հոգևոր հայրեր, քաղաքական գործիչներ, մտավորականներ, ոնց են իրար հետ կռվում, թե ով առաջինը խոսալու, ում առաջին ուղերձը պիտի լինի, ումը 3 րոպեյա, ումը մի րոպեյա, ումը բան ասում էի տղեկ, մի հատ հանգստացեք, էսի սուրբ օր է մեր նախնիների հիշատակի օրն է, առաջինն ու վերջինս որն է, երկար ու կարճը այս սուրբ Ազիզորով որն է, բայց այդ հոգևոր հայրերը, գիտեք, Սփյուռքում մի քանի եկեղեցիներ ունենք, կաթողիկե, հայարակելական, դեռ մեծ ընտանքիլիկյո, ավետարանչական, ուղափառ, մի խոսքով, շատ իմ անունները չեմ գա, բայց բոլորն են մեր հայ առաքելական եկեղեցիներն են, օքեյ, ոչ մեկ հետ գործ չունենք, Աստված իրանց հետ։ Հոգևոր հայրերը կռվում էին իրար հետ, ում ուղերձը պիտի լինի առաջինը, պատկերացնում եք, ով պիտի առաջինը հայ ժողովրդին ուղի, որովհետև ով որ առաջին էր, վերմակը իրա կոմա քաշում, էլի ավելի բանա, ոնց որ մեր առիթն է, մենք ենք կազմակերպել, այդպես բաներ, ումնա շատ, ումնա կարճ, ասում էի, այ ախպեր ջան, իրար հետ կանգնեք կադրում, այդ 5-6 հոգի եք, ձեր աղոթքի խոսքը ի տերը ասեք, տերն է ասի ես ձեր տիրումերը ու գնացեք տուն, չէին ասում, ուտե ոնց թե ես 10 րոպե պիտի խոսի, 9 րոպե պիտի խոսի, բան ոչ մեկ հայտարարի չէր գալու, ես հասկանում եմ, թե ինչքան ողբալի է մեր վիճակը։ Կամ էս բանի ջահերով երթը։ Իմ կարծիքով շատ լավ գաղափար է։ Վառել հոգիները, որ մեր ձայնը լսելի է, գնալ, քայլել, խոնարհվել, հարգել։ Բայց ինչ է նշանակում քաղաքականացնել այդ։ Հիմա ասենք ես կարող եմ մեծ հաճույքով ուզում եմ միանամ, որովհետև իրոք էլի ասում եմ, ես ցեղասպանության փրկվածի ժառանգ եմ, եւ ես կրում եմ այդ հիշողությունը, այսինքն ոչ գիտակից կյանքը գիտական լինի, հոգեբանական լինի, մշակութային լինի, այդ բնագավառի մեջ եմ, որ բարձրաձայնում եմ ցեղասպանության փաստը, բայց ես դաշնակի հետ ես ոնց գնամ քայլեմ, ախպեր ջան, ոնց գնամ քայլեմ։ Ու այսպես շարունակ։ Դաշնակցությունը 3 վառեց դրոշը, օքեյ, իրանց գործն է, վառել է հիմա բան։ Բայց դաշնակցությունը իր ասեփական պատմության կարա առերեսվի, ովքեր էին համագործակցում, այս նույն Սուլթանի հետ էին համագործակցում,
անգամ նամակագրություններ կա պահպանված, բայց դրոշը վառում են։ Ղարաբաղը կռվում անզատագրում ենք մեր Արցախ աշխարհը, Թուրքիայից գնում ենք բան ենք բերում, մանկական կեր, որ մեր երեխեքը իմ սերունդը էլի, մեր ծնողներն են արել, որ մենք սովից չմեռնենք, սովամահ չլնենք։ Նեստլե էին բերում, որ ուտեինք, Տրուսիկում այկա էին բերում ծախում, մեր մայրերն ու տատերը, քրչանոցներում, որ մենք դիմակայենք մութ ու ցուրտ տարիներին, Թուրքիայից էին բերում ապրանքը, բայց կռվում էինք Թուրքի դեմ։ Կեղծ արժե համակարգը դրանում է կայանում, որ զարկենք շուն Թուրքին, միջոցառում ենք վարում, երգում ենք, հարսանիք, Յարխուշտա պարելով, Քավորը Անտալիայի Տոմսա նվիրում նորապսակներին, որ Հայուգենը բեղնավորվի միջերկրական ծովի ափին, Կիլիկիայի ափերի մոտ։ Ես հասա, իսկ դուք մտածեք ասածների ուղղությամբ եւ հարց տվեք ամեն մեկը ձեզ։ Մանավանդ ով որ մեծ հայր, մեծ մայր է ունեցել, ով որ փրկված է եղել ցեղասպանությունից։ Ինչ պետություն ու պետականություն էին իրանք երազում ունենալ եւ ինչ մենք ունենք եւ ով է դրա մեղավորը։ Ես հասա։